հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Ավետյանս ամեն։ Ազգային ժողովի նիստի մեկնարկից պատառիկ է, հետո ընդդիմադիրները փրկագնի չափն էին ճշտում Փաշինյանից։ Պարոն Փաշինյան, ինչ եք ուզում այս ժողովրդից։ Ինչ եք ուզում։ Այս ժողովրդից ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում այս ժողովրդից, ասեք, ազգովի հավաքվենք, անենք, տանք, ինչա պետք ձեզ։ Պրծնենք ձեզանից։ Հոգնել են մարդիկ, դուք չեք հասկանում, դուք չեք գիտակցում։ Գիտակցելու մասին պատմությունը լռում է, բայց այդ պահին միայն Փաշինյանի ծիծաղներ գալիս։ Դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել։ Հետո հերթն ընդդիմադիր Արծվիկ Մինասյանինն էր, նա ժողովրդին համախմբվելու, այս իշխանություններին իր տեղը ցույց տալու կոչ արեց, ինչից հետո բանավեճ սկսվեց նրա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Դուք իսկապես օրգանական որևէ կապ չունեք հայոց պետականության, հայ ժողովրդի իրական ազատության եւ մեր իշխանության հետ։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը նախքան ելույթը առաջարկ արեց։ Առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք։ Այս երկու օր մեկ ազգային ժողովի դալից է գրում, ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ, որ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ 100.000 պետականացնելու եմ ու օրինակ ոնց որ օրինակ առաջարկում եմ, հանձնում եմ իմ քայլը հիմնադրամին։ Կարնիկ Դանիելյանն էլ չի հասկանում ՔՊԱ-կանների խանդավառությունը, ասում է բարոյական հարցեր կան, ամեն ինչն ի վերջո սկիզբ ու ավարտ ունի, իշխանությունն էլ եւ այս ամենն էլ պատմություն է դառնալու։ Աշխարհում տենում ես ինչա կատարվում, էլ մեր տարածաշրջանի վրայով ռակետները այս կողմից այն կողմա գնում, աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմինա, մեկ հղիուցա թես տվեք, ալա ստուգում ենք անում։ Տենակ հլա ովա հղի, ովա չբեր, ովա ես շատ գիտեմ, չգիտեմ ինչ, բանա կուսությունը խախտվել է, ինչ արել, ամոթա, ասնենք երեխեքին Facebook բան չմտնեն, փակել ենք տվել Facebook-ը։ Ընդդիմության ներկայացուցիչներին համբերատար լսեց Նիկոլ Փաշինյանն ու որոշեց արձագանքել։ Չի հանգստանում երկրի վարչապետը, ասում է մայրաթոռը պիտի ազատվի ուխտադրուժ երթմնազանց ներկայությունից։ Ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելնես կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Իսկ վերջում հեծի մասին լացուկոց չլինի, պատժվելու են բոլորը, Փաշինյանը սպառնաց նաև այս կառույցի աշխատակիցներին։ Նանա Հայրապետյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։